Ուրեմն հարգելիներս, ես ինչքան որ հիշում եմ, հունիսի վերջն էր, հուլիսի սկիզբն էր, մեկը կամ երկուսը ես արեցի կանխատեսում ճամբարակից այդպես կորած երիտասարդի 34 տարեկան Վահագնի, հա, կորելու, քանի որ ոստիկանության կողմից ինքը փնտրվում էր, Վահագն Մարտիրոսյանի մասին արեցի կանխատեսում եւ ասեցի, որ ինքը գտնվում է ակտիվ փուլում, շարժվում է, ինչ որ մեկի հետ կապի մեջ է ու իրեն կգտնեն ողջ։ Ամենալավագույն ժամանակաշրջանն է այս 4 օրը, որ կարան իրան գտնեն։ Բայց նաեւ նշեցի, որ ես չեմ կարող ասել այդ 4 օրը գտնելուց հնարավոր է գտնեն, թե չէ, բայց ամենալավագույն օրերն են գտնելու համար, իսկ նրանց հետո իր այդ ինչ տեղի կարա ունենա, ես ոչինչ ասել չեմ կարող, բայց մարդը հիմա ողջ է եւ գտնվում է ակտիվ փուլում։ Մի քանի օր առաջ ես նորից կազմեցի քարտեզը ինձ ընդհանրապես դուր չեկավ, չուրախացրեց, եւ այսօր ես վերջնական քարտեզ կազմեցի եւ ահա թե ինչ եմ ստացել այդ տղայի կորելու կամ գտնվելու կամ տեղի հետ կապված, հա։ Այստեղ տեսնում ենք լարված ասպեկտներ։ Մենք արդեն գործ ունենք 8-րդ եւ 4-րդ տան հետ, որը հստակ մեզ այսպես ուրախացնելու կամ ինչ որ լավ բան հաղորդելու, ասելու ոչ մի այսպես նշույլ անգամ չունի։ Քարտեզին խորապես նայելուց ինչ պարզ եղավ, ուրեմն ասցենդենտը գտնվում էր աղեղնավորի, ուրեմն նշանի 2-րդ աստիճանում, առաջի տան սկզբին եւ աղեղնավորի կառավարիչը մեզ մոտ Յուպիտերն է։ Գվեզիտը Վահագը, քանի որ հարցը վերաբերվում է մեկ այլ անձի, ում հետ ես ազգային ոչ մի կապ չունեմ, նա համապատասխանում է 7-րդ տանը եւ դեսցենդենտը գտնվում է երկորյակ նշանում։ Երկորյակների կառավարիչը Մերկուրին էր։ Մոլորակների դիրքը եւ վիճակը, ուրեմն առյուծը Մերկուրին գտնվում է առյուծ նշանում, 8-րդ տան սահմանագծին, մահվան, ճգնաժամերի եւ վերափոխումների տան, ուրեմն տանը ավելի շուտ։ Մերկուրի կողքին երևում էր այս տառը, որը ստացիոնար վիճակ էր, հա, նշանակում, որ մոլորակը կանգառ փուլում է եւ հետընթաց ռետրոգրադ դառնալու վիճակի մեջ է։ Սա խորհրդանշում է իրավիճակի անորոշություն, էներգիայի պակաս կամ գործնական կամ կենսական գործընթացների դանդաղում։ Արեգակը եւ Լուսինը գտնվում էին առյուծի սկզբնական աստիճանում 8-րդ տանը, 8-րդ տունը պատասխանատու է մահվան, գաղտնիության եւ այսպես Լուսինը իրադարձությունների ընթացքի ընդհանուր ցուցիչն է եւ գտնվում էր աղեղնավորում առաջի տանը, ինչը ցույց էր տալիս, որ ես ունեի ներքին ատագնապ եւ անհանգստություն այդ տղայի համար։ Չնայած որ իրան չեմ ճանաչում, բայց քանի որ ես տեսել եմ իրեն փնտրելու ժամանակ ողջ, ինձ որ ուշացավ իրա գտնելը, ես սկսեցի անհանգստանալ եւ փորձեցի նորից նայել։ Ուրեմն 8-րդ տունը բերումա ճգնաժամ էր, այս տանը մենք ունենք մոլորակների կուտակում, Մերկուրի, Արեգակ եւ Յուպիտեր։ Սա փաստում է, որ անձը գտնվում է, այսինքն Վահագը գտնվում է շատ ծայրահեղ կամ շատ բարդ հանգամանքներում, սա վտանգի տունն է, վնասվածքների տունն է, լուրջ խնդիրների տունն է, իսկ 4-րդ տունը մեզ հուշում է գործի վերջաբանը, սկիզբը խոյում է, որի կառավարիչը Մարսն է եւ գտնվում է ցուլում եւ չունի ուղիղ, ուրեմն ասպեկտ Մերկուրիի հետ, բայց երբ որ մենք ավելի այսպես խորացված ենք նայում, հիմա ասեմ, քանի որ 8-րդ տունը համարվում էր մահվան, ճգնաժամերի եւ կորուստների տուն եւ այնտեղ մենք ունենք մոլորակների կուտակում,
ես սկսեցի հորարը ավելի այսպես խորացված ուսումնասիրել եւ իմ մտահոգությունը հենց այնպես չէր։ Ուրեմն մոլորակների կուտակումը 8-րդ տանը աստղաբանության մեջ, սա նշանակում է, որ հարցի ողջեյությունը եւ հենց այդ անձը գտնվում են մահվան ու վտանգի տիրույթում։ Մերկուրիի վիճակը, Մերկուրին 8-րդ տանը ստացիոնար էր, կանգնած դիրքով է գտնվում եւ պատրաստվում է հետընթաց ռետրոգրադ դառնալ։ Սա հաճախ խորհրդանշում է կյանքի ֆունկցիաների կանգ, էներգիայի լրիվ սպառում կամ անդառնալի իրավիճակ։ Եթե նայում ենք Արեգակի ազդեցությունը, ապա այստեղ ամեն ինչ գտնվում է այրված վիճակում, ինչը եւս խորհրդանշում է կենսական ուժերի կորուստ կամ անձի անհետացում, ինչին որ մենք հիմա ականատես ենք լինում։ Աստղաբանական տեսանկյունից 8-րդ տան նման այսպես պատկերը իրոք բերում է ֆիզիկական մահ կամ կյանքի ավարտ, հատկապես եթե ուրեմն մենք նայում ենք 4-րդ եւ 8-րդ տներին, հա։ Տեսեք, ես հետո անցավ մի քանի ժամ, ես նորից կազմեցի հորար քարտեզ։ Քանի որ մոլորակները արդեն մի քանի ժամվա ընթացքում փոխել էին իրանց դիրքը, ուրեմն ստացա այս տեսակ պատկեր, հա, 7-րդ տան կառավարիչ ուրեմն Վահագին ներկայացնում էր Մերկուրին եւ Մերկուրին այստեղ գտնվում էր 3 ծայրաստիճան վատ գործոնների տակ, որոնք աստղաբանության մեջ ուղղակիորեն կապվում են ֆիզիկական մարմնի կորուստի կամ անկենդան վիճակի հետ։ Արեգակի այրում Մերկուրին չափազանց մոտ էր Արեգակին եւ դասական աստղաբանության մեջ սա կոչվում է այրված մոլորակ, ինչը խորհրդանշում է, որ անձի կենսական ուժերն ամբողջությամբ կլանված կամ մոխրացած են։ Ստացիոնար վիճակ մոլորակը կանգնած է եւ սա նշանակում է, որ շարժման, շնչառության եւ կյանքի ֆունկցիաները լիակատար դադարեցված են։ Գտնվելը 8-րդ տան խորքում, 8-րդ տունը մահվան տունն է, երբ անձի մոլորակը հայտնվում է այս տանը, այրված ու անշարժ վիճակում, սա մասնագիտական լեզվով կոչվում է մահվան ճիրաններում գտնվել կամ անցում դեպի մյուս աշխարհ։ 4-րդ տուն որպես գործի ավարտ, հորար աստղաբանության մեջ 4-րդ տունը ցույց է տալիս, թե ինչով է ավարտվելու պատմությունը կամ ինչ վիճակում է հիմա գտնվում մարմինը։ Այն նաև խորհրդանշում է հողը, գերեզմանը։ 4-րդ տան կառավարիչը Մարսն է, որը գտնվում է ցուլ նշանում, եւ սա իր համար շատ թույլ, վնասված դիրք է համարվում։ Քարտեզի ներքևի հատվածից ուրեմն ծանր ասպեկտներ են կազմում եւ սա պրոֆեսիոնալ մակարդակում հաստատում է, որ իրավիճակն արդեն ավարտված է, հանգուցալուծված է եւ կա ֆիզիկական կորուստ։ Ինչու է Լուսինը այստեղ բարենպաստ տրին դիրք կազմում։ Ուրեմն առաջի հայացքից կապույտ գիծը, տրինը, Լուսնի եւ Մերկուրիի միջև կարող է թվալ դրական ասպեկտ, բայց պրոֆեսիոնալ տեսանկյունից 8-րդ տան հետ կապված հարցերում սա նշանակում է ընդամենը մեկ բան՝ լուրի արագ անարգել հասնելը, այսինքն մենք շուտով կստանանք լուր այս տղայից։ Տեսեք, ինչից է մահացել ըստ քարտեզի, ըստ հորար աստղաբանության դասական կանոնների, քարտեզի 8-րդ տան մահվան տուն եւ նրանում գտնվող մոլորակների դիրքից կարելի է առանձնացնել մահվան պատճառների 3 հիմնական մասնագիտական վարկած։ Սրտանոթային խնդիրներ կամ սուր նոպա, ինֆարկտ կամ կաթված։ Բայց աստղաբանական հիմքը 8-րդ տան կուտակումը տեղի է ունենում այռուց նշանում, որը ցույց է տալիս սիրտ, արյունատար անոթ, համակարգ, թթվածին եւ շնչառություն։ Եթե սա մենք նայենք, ուրեմն մեզ հուշում է հանկարծակի սուր առողջական խնդրի մասին, ինչպիսին է սրտի կանգը, ինֆարկտը կամ ճշմարտ կտրուկ տատանումից առաջացած բարդությունը։
Սա քարտեզը չի կարա, ինքը ժապավեն չի, կինո չի, որ մեզ ցույց տա ինչա տեղի ունեցել։ Ցույց է տալիս հստակ սրտի վիճակը, սրտի կյանք։ Այսինքն կարա հարված ուղակի լինի, ամիջապես սիրտը կանգնացնի։ Սա էլ չի բացառվում։ Հնարավոր է բարձր ջերմություն, ինֆեկցիա կամ բորբոքում։ Աստղաբանական ուրեմն հիմքը Վահագնի մոլորակը Մերկուրին 8-րդ տանը գտնվում է Արեգակի անմիջական ազդեցության տակ եւ սա իր այրված դիրքն է։ Արեգակը խորհրդանշում է կրակ, ուժեղ տաքություն եւ բարձր ջերմություն։ Եթե սա մենք նայենք, ուրեմն սուր ընթացող հիվանդություն, ուժեղ տենդ, բորբոքային պրոցեսներ կամ ինֆեկցիա։ Սա էլ չի բացառում հորար քարտեզը։ Շարունակենք անցնել առաջ։ Եվ երրորդ տարբերակը արտաքին գործոն կամ դժբախտ պատահար։ Աստղաբանական հիմքը 4-րդ տան որպես գործի վերջաբան, կառավարիչը ագրեսիվ Մարս մոլորակն է, որը լարված քառակուսի ասպեկտներ ունի 8-րդ տան հետ։ Սա ինչ է ասում։ Մարսի ազդեցությունը թույլ չի տալիս բացառել նաև որևէ արտաքին միջամտություն, վնասվածք, տրանսպորտային կամ ֆիզիկական հարված, օրինակ։ Եվ քանի որ այստեղ նաև հարցը շնչառությանն էր վերաբերվում, ես հարցրեցի, իսկ կարող է հնարավոր է, որ լինի կախաղան կամ խեղտամա լինի, խեղտամա արած լինեն։ Դա էլ չբացառվեց քարտեզում, որովհետև ասեցի, որ շնչառության հետ կապված նաև ունեցել է խնդիր։ Սա Մերկուրի ստացիոնար, ուրեմն կանգնած վիճակն է 8-րդ տանը։ Եվ սա խոսում է մահվան, անշարժության, որպես սեփական կամքով կամ իրավիճակի ճնշման տակ կյանքի ֆունկցիան կտրուկ, ուրեմն դադարել է։ Անցնենք առաջ։ Երբ որ ես փորձեցի գտնել նորից նմանատիպ քարտեզներ, ուրեմն մահվան վերաբերյալ կապված քարտեզները ճիշտ նմանություն ունեին այն քարտեզին, որը ես այսօր ստացել եմ։ Եվ նմանությունը ուրեմն 8-րդ տանը իրական դեպքերում, երբ հարցվող անձի մոլորակը տվյալ դեպքում Մերկուրին մտնում է 8-րդ տան մահվան տուն, տանխորը դա գրեթե միշտ ֆիզիկական մարմնի կորուստի նշան է բերում։ Մոլորակի այրումը առյուծի նշանում, Յուպիտերի եւ Արևի միացությունը, սա տալիս է մոխրացում, այրվածք կամ արդեն ոչ կենդանի դիրք։ Եվ ստացիոնար դիրքը ցույց է տալիս լրիվ կանգ, այսինքն շարժ չկա այդ մարդու կողմից, մարդը անշարժ է։ Եվ քանի որ ես այսօր կազմեցի երկու քարտեզ, երկրորդ քարտեզը ավելի խոսուն էր, քան առաջինը։ Վահագնի ուրեմն մոլորակը երկրորդ քարտեզում արդեն տեղափոխություն կատարեց 7-րդ տանը, որը խորհրդանշում էր Վահագնին եւ սկիզբը գտնվում էր կշերք նշանում։ Կշերքի կառավարիչը Վեներան է։ Վեներան որտեղ էր գտնվում։ Ամենաներքևի կետում 4-րդ տանը, որը մեզ ցույց էր տալիս գործի ավարտ, հող կամ գերեզման, կույսի նշանում էր։ Ես չգիտեմ, այս տղային կարծում եմ պետք է հողի մեջ էլ փնտրել։ Եվ քանի որ վիճակը այնպես էր, որ կույսի նշանում էր Վեներան, սա իր անկման ամենաթույլ, ամենաբարդ ու ամենատհաճ դիրքերից մեկն է, սա խոսում է մարդու լիարժեք անօգնական վիճակի մասին, որտեղ փնտրել գետնի տակ կամ հողի մեջ, կամ, չգիտեմ, ինչ-որ
անգամ հին եթե ինչ-որ տուն լինի, փլված, ինչ-որ այդ տեսակ դժվար անանցանելի ինչ-որ տեղերում։ Քարտեզում ուրեմն 8-րդ տան սկզբում գտնվում էր կարիճը, որը հենց մահվան բնական խորհրդանիշն էր։ Կարիճի կառավարիչ Մարսը գտնվում էր 3-րդ տանը եւ շատ ուժեղ ավերիչ ասպեկտ, այսինքն կարմիր գծեր ուներ քարտեզի մյուս կետերի հետ, ինչը վերահաստատում էր առաջի քարտեզի ուրեմն ստացած տեղեկատվությանը։ Լուսինը գտնվում է 9-րդ տանը աղեղնավորում եւ շատ հստակ ասպեկտներ ունի 4-րդ տան Վեներայի եւ 5-րդ տան Արեգակի ու Յուպիտերի հետ։ Սա նշանակում է, որ իրավիճակն արդեն իսկ հանգուցալուծված է եւ ֆիքսված է։ Ժամանակի փոփոխությամբ քարտեզը կարծես ավելի բացահայտ ցույց տվեց 8-րդ տան հետ կապված խնդիրները։ Այսպես ես ինչ եմ ուզում ասեմ, առաջին 4 օրը, նո եթե ես այնտեղ հաշվարկ եմ անում, չգիտեմ, ինձ բերում է, որ ինքը կարա մահացած լինի 22 ժամ առաջ կամ 20 օրվա ընթացքում, այսինքն դարձյալ այդ 4 օրը ես ճիշտ եմ հաշվել, հիմա որ ինքը ողջ է եղել։ Տեսեք, այստեղ կարա լինի վտանգ, կարա լինի ընդունենք սայթակում, բարձր դիրքից ընկնել, հա, ամեն ինչ է հնարավոր։ Ուստի այս մահվան պատճառը կթողնենք այսպես դատաբժշկական մարմիններին, բայց ել եմ ասում, իրան ողջ գտնելու հավանականությունը գրեթե 0 է։ Եթե գտնեն էլ կյանքին սպառնացող վնասվածքներով կգտնեն, եթե ողջ գտնեն, կամ լրիվ այսպես արդեն ավարտված կգտնեն։ Ես մի հատ էլ տարոներով նայեմ, տեսնենք Վահագն Մարտիրոսյանի էներգիան, ինչ էներգիաների մեջ է Վահագն Մարտիրոսյանը։ Վահագն Մարտիրոսյանի էներգիան, ինչ էներգիաների մեջ է Վահագն Մարտիրոսյանը։ Վահագնի էներգիան։ Եվ քանի որ նշեցի, որ Մարսը ինքը կներեք Սատուրնը հարվածի, գործիքի, հա, երկաթի հետ կապված մոլորակա, տեսնենք, չէ, Սատուրնը կներեք, Սատուրնը հողը բերեց և սուդ, ամեն ինչ արդեն եղած է և դյավոլ։ Կարտերն էլ հստակ ցույց են տալիս, որ ողջ լինելու հավանականությունը գրեթե 0 է ըստ տղայի։ Եվ սմերց կարտը, չէ, փաստորեն հորար քարտեզն էլ էր ցույց տալի, բայց ես այստեղ եթե անկեղծ բինգո եմ բռնել։ Ինչի համար, տեսեք, փաստորեն այս կալոդայի մեջ երկու, չէ, սա Կարոլևա Պենտակլին է և Կարոլ Պենտակլին, նման էին ուղղակի իրար կարտերը։
Հետաքրքիր է, որ այստեղ նաև գումար բերեց, աշխատանք բերեց։ Խնդիրները հիմա ես չեմ ասի, ես արդեն խոսել եմ, հա, ինչն է եղել պատճառը, որ ինքը տանից դուրս է եկել։ Բայց ես կասեմ մենակ մի բան, որ կգտնեն անպայման շուտով մենք լուրը կլսենք, ինձ ժամանակահատվածը ցույց էր տալիս այս ամսվա ավարտը, մյուսի սկիզբը, բայց կգտնեն իրան, այս տղայի հանդեպ անարդար ինչ-որ բան տեղի է ունեցել, իրան կգտնեն ոչ թե ողջ, այլ թերևս էլ եմ ասում առաջի 4 օրը ես որ կազմեցի հորար քարտեզ, ինքը շարժի մեջ էր, չկար մահվան տանը կուտակված 8-րդ տանը կուտակված մոլորակներ, հանգիստ էր վիճակ, ինքը շարժի ընթացքի մեջ էր, չնայած ցույց էր տալիս նաև, որ ինքը ադեկվատ վիճակում չէր, ես մտածում եմ, որ նախորոք ունեցել է վնասվածք ինքը, ու այդ վնասվածքի պատճառով կամ տուն չի եկել, ու հետո ասենք կարա լինի այդ վնասվածքը դարձած լինի իր այսօրվա այս վիճակի պատճառը, շատ ոնց ասեմ, շատ բարդ իրավիճակ է ցույց տալիս քարտեզը, եւ իհարկե կարտերը մեզ ցույց տվեցին նաև, որ էլի այստեղ էլ հավանականությունը, հա, իրան ողջ գտնելու գրեթե 0 էր, հորար քարտեզում գրեթե 0 էր, լավ աշխուժ վիճակ ունեցել է իր կորուսյան առաջի 4-ից մինչև 7 օրը վերջ, նրանց հետո էլ չի եղել ակտիվ վիճակ իրավիճակը, որովհետև ես մի ընթացք առաջ էր նորից քարտեզ կազմեցի, քարտեզը ինձ էլի այդքան չուրախացրեց, բայց այտենց ակնհայտ չէր երևում 8-րդ տունը, գուցե վիրավոր էր, չգիտեմ, բայց այսօր համ առավոտյան կազմած քարտեզը, համ երեկոյան կազմած քարտեզը հստակ ցույց տվեցին կյանքի ընթացքում։ Թող ես սխալ լինեմ, ոչինչ, ես ինձ լավ կզգամ, որ հիմա սխալ լինեմ, ամեն դեպքում երիտասարդ տղա է, թող ողջ իրան գտնեն, ժողովուրդ ջան, թող ողջ գտնեն։